Երեկ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում զինվոր Արթուր Մարգարյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ազատության հետ զրույցում քննչական կոմիտեի խոսնակը փոխանցեց, որ 1 տարի առաջ զորակոչված 19-ամյա Արթուրը ըստ նախնական վարկածի իր վրա կրակ է բացել իրեն ամրացված զենքից։ Առայժմ ընթանում է նախաքննություն, ձերբակալությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Պաշտպանության նախարարությունը դեռևս տվյալներ չի հրապարակում այս տարի բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ։ Իրավապաշտպանների տվյալները մինչդեռ վկայում են, որ անցած տարիների համեմատ վիճակը գրեթե չի փոխվել։ Սպանություններն ու ինքնասպանությունները շարունակում են մտահոգիչ մնալ։ Մինչդեռ, եթե անցած տարիների կատարված սպանություններից որևէ մեկի համար որևէ բարձրաստիճան պաշտոնյա պատժվեր, սպանությունների թիվը հնարավոր է նվազեր, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Քայլերը չեն կարող նպաստել իրավիճակի փոփոխմանը նույնիսկ որտեղ կոնցեպտուալ պետք է փոխվի, համակարգային պետք է փոփոխություն կատարվի։ Այդ համակարգային փոփոխությունների չկատարելը պարբերաբար դրսևորվելու են այսպիսի մահացության դեպքերով եւ այդպիսի դժբախտ պատահարներով։ Իրավապաշտպանները մատնացույց են անում նաեւ մեկ այլ մտահոգիչ հանգամանք։ Դեռևս չպարզված գործերը միանգամից որակվում են ինքնասպանություն, ասում է իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։ Մարտիրոսյանի ու Սաքունցի դիտարկման փորձը ցույց է տալիս, որ սովորաբար ինքնասպանություն են որակվում այն սպանությունները, որի իրական մեղավորները սպայական կազմից են ու որոնց արարքը կոծկելու նպատակ կա։ Եվ ներկայացվել են ՊՆ-ի կողմից որպես ինքնասպանություններ, ես ի վերջո լինելով այդ գործերով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, պարզել եմ միանշանակ, որ դրանք սպանություններ են։ Իրական մեղավորներն այդպես էլ մնում են անպատիժ, քանի որ շատ դեպքերում նպատակը մեկն է լինում՝ կոծկել գործը, ասում է իրավապաշտպանը, պնդելով, որ կոռուպցիոն մի մեծ շղթա է գործում, որտեղ պաշտոնյաները մեկը մյուսին բացահայտել չեն ուզում։ Եվ Արտակ Նազարյանի գործով, եւ Թորգոմ Սարոխանյանի, եւ Ալբերտ Ադիբեկյանի, եւ Սարգիս Սահակյանի գործով, եւ հենց հիմա մեզ նոր գործը Մանուչյանի գործով, զինվորներին տանում են ռազմական մեկուսարաններ, ծեծում, խոշտանգում, ստիպում են տալ կեղծ ցուցմունքներ։ Այդ մասին նույնը ամենասարսափելի վիճակը առումով Ստեփանակերտում է։ Մենք բազմիցս դիմել ենք այդ մասին, հայտարարել ենք, աղմուկ ենք բարձրացրել։ Հաստորեն հարյուրավոր, հազարավոր զինվորների իրավունքները խախտվում։ Արթուր Սաքունցի տվյալներով այս տարվա հունվարից մինչև հոկտեմբեր բանակում մահացել է 39 զինվոր։ Նրանցից 4-ի գործը որակվել է սպանություն, 2-ը ինքնասպանություն։